Եվ վերջին անգամ դուք մեր տաղավարում եք, մենք ձեզ ներկայացնում ենք վարչապետի տեխնացու։ Հիմա ներկայացնելու իրավունք չունեք, որովհետև ես վարչապետի տեխնացու չեմ առաջադրվել։ Դուք փորձեցիք անհաջող կերպով այդ ձևով հեգնանքի մի բան անել, եւ ես ձեզ ասեցի, որ ես Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանոտ լիազոր նախարար եմ, տնտեսագիտության տեխնացու դոցենտ։ Ես հիշում եմ, պարոն Ղազարյան, որ դուք ասել էիք, որ եթե վարչապետ ընտրվեք, ձեր առաջի գործով ինձ հեռացնելու եք հանրայինից։ Որ վարչապետը առաջին ալիքից ոչ մեկին հեռացնելու լիազորություն չունի։ Հիմա եկել եք վարչապետի որոշմամբ ռեկի կոճակը միացած թողնելու պատճառով պաշտոնազրկվել եք հանրային հեղինակության, հանրային հեռուստաընկերության բաժնի պետի պաշտոնից եւ մնացել եք միայն որպես լրագրող։ Մարդու իրավունքների պաշտպան իր գործունեությունը իրականացնելիս, պարոն Ղազարյան, պետք է լինի հավասարահեռ։ Դուք ունեք հստակ քաղաքական կողմնորոշումներ։ Ոնց եք դուք դառնալու չեզոք, ես այդ պաշտոնների մասին եմ խոսում, որ ընտրվեք։ Ոնց եք քաղաքական չեզոքություն պահպանելու, երբ որ ձեր համար մի ուժ դավաճան է։ Դուք իհարկե ձեր լրագրողական պրոֆեսիոնալիզմը թույլ այնացան, որ հնարավորություն չեք տալի ձեր զրուցակցին միտք ձևակերպել եւ ասելու։ Ձեզ թվում է, թե ձեր մտքերը շատ կարեւոր են եւ դրանք պետք է հնչեն։ Բայց որ համեստություն ունենաք լսեք պատասխանը, կստանաք ձեր պատասխանը։